Նախ ակնհայտ է, որ այս ամբողջ process-ը քաղաքական է, հիմա ինչ փաթեթավորում ուզում եք դրան տվեք, բայց հիմնական շեշտադրումը, որ ըստ էության անում եք եւ կարմիր թելի նման անցնում է ձեր խոսույթում, այն է, որ հեծը վատ է աշխատում, վերցնում ենք, որ լավ աշխատացնենք։ Հարցի մյուս կողմն է, որ անվստահություն կա ձեր կառավարման նկատմամբ, միայն անիվի օրինակը բավական է, որ դա ավելի հաստատակամ դառնա։ Հեծը վատ է աշխատում, շատ լավ։ Վիոլա ջուրը լավ է աշխատում։ Այս ամառվա շոգին ամեն օր ջրանջատումներ են տեղի ունենում։ Ֆրանսիական կապիտալով վիոլան, արդյոք պատրաստվում եք նույն գործընթացով, նույն մեխանիզմներով պետականացնել։ Պարոն Խուդատյան, պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր են առաջանալու եւ չափը, եթե չեմ սխալվում, անգամ չեք գնահատել։ Այսինքն դուք ափալ-թափալ մի հատ process եք սկսում, ասում եք, որ նախագիծը կառավարությունն ասում է, որ լրամշակման կարիք ունի, ասում եք, որ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր առաջանալու, բայց որոնք անգամ դեռ չեք հաշվարկել, կարող եք ասել մեր քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար այս գործընթացը որքան կարժենա։ Եվ երրորդ հարցս ի վերջո, պարոն Բագրատյանը շատ գայթակղիչ թվեր էր ներկայացնում, թե տարածաշրջանի այս ամբողջ պետականացման, արբիտրաժային դատարան, հեծը վարկեր ա վերցրել, եւ միջազգային բանկերից ա վարկեր վերցրել, եւ ներպետական բանկերից ա վարկեր վերցրել, այսինքն հաշվարկ ունեք սա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վրա ինչպիսի բեռ ա դառնալու, որտեւ այդ ամբողջը բնականաբար բյուջեից ա փոխհատուցվելու։ Եվ երրորդ հարցս, պարոն Խուդատյան, երրորդ հարցս, պարոն Խուդատյան, պարոն Բագրատյանը շատ գայթակղիչ թվեր ներկայացրեց, թե տարածաշրջանի շատ լավ, պարոն Բագրատյան, հիմա հարցս հետեւյալն է, դուք կարողանում եք պատասխանատու կերպով հայտարարել, որ առաջիկա 2 տարիների ընթացքում, շատ բան չեմ ասում, առաջիկա 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար էլեկտրաէներգիան չի թանկանալու։ Վերջին հարցը, Տիկին Խամոյան, ամբողջությամբ ուրեմն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի տիրույթում է եւ կառաջարկեմ այդ հարցը հարմար առիթով տալ հանձնաժողովի նախագահին, որովհետեւ իրականում դա ընդհանրապես առնչություն չունի էներգետիկ ոլորտի այն հատվածի հետ, ինչին մեր նախարարությունը մեր վերաբերում է, մենք ոլորտի քաղաքականություն մշակողն ենք, սակագին որոշողը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն է։ Երկրորդի մասով ինչ կարժենա այս ամբողջը, կա հստակ գնահատման կարգ սահմանած եւ քանի դեռ գնահատում չի իրականացվել գույքի, պարտավորությունների եւ այլն, գուշակությունների դաշտում է թե ինչ արժեք կունենա, պիտի ասեմ, որ սրան սահմանված կարգից դուրս այլ մոտեցում հնարավոր չի ցույց տալ։ Եվ վերջին հարցը, որը առաջին հարցը, որը դուք տվեցիք, որ վերաբերում է վիոլային, պիտի ասեմ երկու տարբեր դեպքերի մասին ենք խոսում, որովհետև վիոլայի ամբողջ ենթակառուցվածքը ի տարբերություն հեծի պետական է, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, եւ նա պետականացնելու որպես այդպիսին պետականացված վերջացած, այսինքն հավատարմագրման կառավարմանը հանձնված ընդամենը վիոլա ջրին, գոհ վիոլա ջրի աշխատանքից թե չէ, ես ինքս որպես նաեւ ջրային ոլորտը համակարգող նախարարության ղեկավար, բազմաթիվ թերություններ կան այդ աշխատանքում, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այդ մասով եւս վարույթներ ունի ուրեմն սահմանած, բայց պիտի ասեմ երկու տարբեր իրավիճակների մասն է խոսքը, որովհետեւ վիոլայի ենթակառուցվածքը նորից պիտի ասեմ ամբողջը պետական է։